Ուժգին քամուց կքած ու ճանապարհի երթևեկելի հատվածը գրեթե անանցանելի դարձրած հաստաբուն Բարդին մայրաքաղաքի կենտրոնում է Պուշկինի 24 հասցեում։ Մեկի գլխին են գնի, մեկի գլխին են գնի, մեկի բան լինի, որ նոր գա։ Մայիսի 11-ին մի քանի րոպե տևած քամին բազմաթիվ ավերածություններ է գործել մայրաքաղաքում ու նույնիսկ ծառեր տապալել։ Խոնարհված ու բազմաբնակարան շենքին հենված կիսաչոր ծառը կտրելու համար բնակիչները դիմել են քաղաքային իշխանությանն ու մյուս պատասխանատուներին։ 14-րդ օրն է սայլը տեղից չի շարժվել։ Թեքված ու օդից կախված ծառը ամեն օր անցորդներին ընկնելու վտանգով է սպառնում։ Զանգեցինք ոստիկանություն, MЧS, Ամիջապես եւ ոստիկանությունը եկավ եւ MЧS եկավ, բայց ասեցին, որ սա պետք է սրանով զբաղվի քաղաքապետարանը։ Քաղաքապետարան ամեն օր զանգ ենք տալիս, ասում են սեփական տարածք կա, դուք ինքներդ պետք է այդ հարցը լուծել։ Զանգ ենք տվել քաղաքապետարանի կանաչապատման այդ վարչությունը, ասեցին, որ այո, դա ձեր գործն է, բայց եթե դուք կտրեք այդ ծառը, դուք դրա համար պատասխանատվություն կկրեք։ Ուրեմն հիմա մնացել ենք երկու քարի արանքում, ծառը կամանց իջնում է, շատ վտանգավոր բան է, հիմա քամի է, հիմա անձրևներ են գալիս, տեսեք, ծառը լրիվ շուռ է եկել։ Արմատներից պոկվել է, Աստված չանի մի բան լինի, պետք է անպայման մահ լինի, որ այդպիսի ինչ որ ահազանգ լինի։ Իրանց մոտ երկակի ստանդարտ կա։ Երբ որ դու փորձում ես որևէ գործողություն անել, վազում գալիս ասում են սա համայնքային սեփականություն է, երբ որ պետք է իրանց մասնակցությունը հայտարարում են, որ սա մասնավոր սեփականություն է։ Այս խնդրը վերացնելու համար ես հասկանում եմ, որ քաղաքապետարանը ուղղակի որոշել է փող չծախսի ծառահատման վրա, եւ այդ ամեն ինչը ոնց որ ուղի բնակիչների ծախսերին։ Փաստորեն մենք հիմա պետք է զանգենք ծառահատման կամ կանաչապատման պողակ, պատվիրենք իրանց էքսպերտիզա, իրանք էքսպերտիզան անցկացնելուց հետո, հասկանալուց հետո, որ այս ծառը իրականում չորացված է եւ իրականում վտանգավոր է, պետք է ծառահատում անեն, ուղղակի վճարումները մենք պետք է անենք մեր հաշվին։ Բնակիչները մի քանի օր է ահուդողի մեջ են, ասում են վտանգն ահագնանում է, վախերն էլ կրկնապատկվում, հատկապես անձրևի ու քամու ժամանակ։ Երկրորդ հարկում ենք ապրում եւ բախտնես բերել է, որ տանիքի վրա չի ընկել, մեր մոտ չի ընկել, վերև է ընկել, վերևի տանիքին է հենվել բայց ծառը պետք է կտրել, վերացնել։ Մրջյունները լցվում են տունը, անհանգիստ վիճակ է, պետք է այդ հարթվի այդ հարցը։ 9 բնակարան ունի շենք, ինչպես կարող է մասնավոր լինել։ Վախում ենք։ Երեկոյան նստած այստեղ սրճում էինք բալկոնում, ուժեղ անձրևի ժամանակ փախալ։ Ասին կարողա թուլանա կամ մի բան լինի ու ընկնի։ Բոլոր դեպքերում էլ վախը միշտ էլ կա։ Հիմա եթե ընկա մեկի վրան մահ ձևակերպեց, ով է պատասխան տալու։ Հասկանալով այս խնդիրը բոլորը իրանց վրայից գցում են եւ մարազմացիկ վիճակ է ստեղծում։ Մենք իրավունք չունենք կտրելու, չգիտեմ, ում պիտի դիմենք, ում դիմում ենք, սա մերժում են ու սենց անհասկանալի վիճակ է, որը ոչ մի կերպ չեն կարող ճշտենք։ Մենք սեփականատեր ենք, բայց ոչ մի իրավունք չունենք։ Նրանք էլ հետ են կանգնում ամեն ինչից, մինչև մարտզովի, էլի։ Հետո նոր արդեն դատական երևի պրոցեսով պիտի պարզվի ում պատճառով է եղել։ Դե կգցենք քամու վրա, որ քամուն է շուռ տվել, էլի։ Թեքված ծառի տակով մեքենաները մի կերպ են անցնում, իսկ անցորդները հնարավորինս արագ։ Շենքի ամրությանն ապավինող ծառը որքան կմնա խոնարհված, հայտնի չէ։ Բնակիչները սպասում են քաղաքային իշխանության արձագանքին, պարզելու, թե ծառը հատելն ու տարածքից հեռացնելը ում պարտականությունն է։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։